Ինչու չկան մարգարեներ այսօր, ինչպես 5 դագարանի ժամանակներում։ Այս տեսանյութում քննարկվում է 87-ամյա Ժենիկ Դադիկի հարցը, ինչու այսօրվա մարգարեներ չկան, ինչպես 5 դագարանի ժամանակներում։ Քննարկում ենք մարգարեության թերը Հիսուս Քրիստոսի գալստի միջոցով մեր ստացած վերջնական հայտնությունը եւ եկեղեցու թերը մեր հոգեվոր կյանքի մեջ։ Շատ ուրախ եմ լսել, որ 87-ամյա Դադիկը ապաշխարում է եւ մկրտվել է այս տարիքին գալով դեպի Աստված։ Սա հիանալի վկայություն է այն մասին, որ Աստծո ողորմությունը միշտ բաց է մեզ համար, անկախ մեր տարիքից։ Իսկ ինչու հիմա մարգարեներ չկան, ինչպես առաջ։ Դադիկի հարցը շատ հետաքրքիր է եւ խորը։ Մարգարեների մասին հարցը կարելի է պատասխանել հետեւյալ կերպ. 1. 5 դագարանի մարգարեների թերը։ 5 դագարանի ժամանակներում մարգարեները ուղարկվում էին Աստծո կողմից ժողովուրդը առաջնորդելու եւ Աստծո կամքը հորդորելու համար։ Նրանք նախազգուշացնում էին մարդկանց ապաշխարության մասին, մարգարենում էին ապագա իրադարձությունները եւ իրենց միջոցով փոխանցում էին Աստծո պատգամները։ Այն ժամանակ մարգարեների անհրաժեշտությունն ավելի մեծ էր, քանի որ դեռ չէր եկել մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Երկրորդ, Հիսուս Քրիստոս բոլոր մարգարեների կատարումը։ Երբ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, նա կատարեց բոլոր մարգարեությունների նպատակները։ Հիսուս ինքն է Աստծո որդին, եւ նրա միջոցով մենք ստանում ենք Աստծո վերջնական պատգամը։ Քրիստոսով ստացանք այն գիտելիքը եւ փրկության ճանապարհը, որը մեզ անհրաժեշտ էր։ Եկեղեցու թերը Քրիստոսի պատգամի գրող։ Ներկայումս մարգարեների փոխարեն կա եկեղեցին, որը գրում է Քրիստոսի պատգամը եւ առաջնորդում մարդկանց դեպի հավիտենական կյանք։ Մեր հոգեվորականները, առաջնորդները եւ հավատացյալները գրում են այն պատգամները, որոնք Հիսուս Քրիստոս փոխանցեց մեզ։ Եկեղեցու միջոցով մենք մշտապես ստանում ենք Աստծո խոսքը։ Իսկ 4. Մարգարեության պարգևը դեռ կա։ Չնայած որ 5 դագարանի նման մարգարեներ այսօր չկան, մարգարեության պարգևը դեռ կարող է լինել Աստծո կողմից մարդկանց տրված, բայց այն հաճախ այլ ձևով է դրսևորվում։ Եկեղեցում կարող են լինել մարդիկ, ովքեր ունեն մարգարեության պարգև, խրատելու եւ առաջնորդելու իրենց շուրջ եղածներին ըստ Աստծո կամքի։ Որպես եզրակացություն, սիրելի Դադիկ, Քրիստոսով մենք արդեն ունենք Աստծո վերջնական հայտնությունը եւ նոր գդագարանը տալիս է մեզ ամենը, ինչ անհրաժեշտ է հասկանալու Աստծո կամքը։ Մարգարեների ժամանակը ավարտվեց, քանի որ Աստծո խոսքը կատարվել է Հիսուս Քրիստոսի մեջ։ Այսօր եկեղեցին է, որ փոխանցում է այդ պատգամը։ Անհամբերությամբ կսպասեմ ձեր հետագա հարցերին եւ պատրաստ եմ օգնելու, եթե ունեք լրացուցիչ բարձրաբանումների կարիք։ Աստված ձեզ օրհնի։